Տնությունն է այս պահին մենք կլսենք Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հայկ Դերզյանին։ Պարոն Դերզյան, առավոտյան հայտնի դարձավ, որ ձեր կուսակցության փոխնախագահը ձերբակալվել է։ Ձեզ համար տեղեկությունը սպասելի էր եւ հաշվի առնելով ձերբակալությունների շղթան, որ մեկնարկել է, ինչ առհասարակ դիտարկումներ ունեք, սրանք նախընտրական պատրաստություններ են, որպեսզի ընտրությունները անցանկալի, այսպես ասած, իշխանությունների համար միջադեպերով չանցնեն, թե հետընտրական պրոցեսների համար պայմանական, այսպես, նախապատրաստություն։ Շատ լավ, պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է լիբերալ ֆաշիզմ։ Լիբերալ ֆաշիզմ, որից արդարադատություն չկա, մենք դա շատ լավ տենում ենք, ոչ մեկ միամիտ չի։ Ընտրություններից մի քանի օր շուտ մարդկանց ձերբակալությունները, կալանավորումները, այն ամեն ինչ որ տեղի ունենում։ Եկեք համեմատենք, հեռու չգնանք, իրենց աջակիցների բառապաշարը։ Այնպիսի տպավորություն է, որ փոքր ժամանակ ինչ որ մի բանից նեղված եւ այդ նեղվածությամբ մեծացած մի հատ խումբ է, որը այսօր իրանք իշխանությունն է ստացել, լծակներ է ստացել ու փորձում է ինչ որ կերպ դա օգտագործի։ Մենք այսօր փաստացի գործ ունենք լիբերալ ֆաշիզմի հետ, որովհետեւ արդար ձևով որակել անգամ էս նախընտրական շրջանը հնարավոր չի, որովհետև ընտրությունները այդ մենակ այդ ընտրությունների օրը չի, որ քվեարկությունն է տեղի ունենում, ընտրությունները նաև նախընտրական շրջանն է, տեղի ունեցող գործընթացներն են, մնացած սաղ պրոցեսներն են։ Հայաստանում արդեն իսկ պետք է ֆիքսել, որ իշխանությունների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ընտրությունները կեղծվեն, ամեն ինչ արվում է, որպեսզի իրենք վերարտադրվեն եւ իրենք ոչ մի բանի առաջ չեն կանգնում։ Ցանկացած ժողովրդավար երկրում ցանկացած նման գործընթաց ինչ տեղի է ունենում, դատապարտվելու է, քննադատվելու է, բայց այդտեղ լիքը ռիսկեր են առաջանում։ Նշանակում է ինքը ինչ որ բան, այս իշխանությունը ինչ որ մի բան խոսք է տվել այն կառույցներին, որոնք որպես այդպեսին պարտավոր էին արձանագրել բոլոր տեսակի խախտումները, բոլոր տեսակի ընտրական գործընթացներում մարդկանց նկատմամբ պատելության խոսքը, նման մասկի շոուները, կալանավորումները, դա դրա մասին է փաստում։ Մի բան փաստ է նաև հետեւյալը, եթե իրենք մտածում են, որ նման կալանավորումներով կարան մարդկանց վախեցնեն, կներեք, մարդկանց մի հատ տեսակ կա, որ կապ չունի ինքը իշխանությանը, թե ընդդիմությունը, կապ չունի ինքը լծակ ունի, թե չունի, կապ չունի կողքը պայմանական, 1000 հոգի է հավաքվում, թե 10 հոգի։ Այդ մարդիկ մնում են միշտ մարդ։ Կոպիտ ասած է, չեմ ուզում սխալ ընկնել, բայց տղեն միշտ մնում է տղա, կապ չունի ինքը ունի իշխանություն, թե չընդհանրապես չունի այդ ամեն ինչը։ Իրանք չեն պատկերացնում ում հետ են կոպիտ ասած ռաստ եկել կներեք ոչ եթերային լեքսիկոնի համար։ Ուստի փաստորեն փաստ իրենք նման գործընթացներով միայն ավելի են բարդացնելու իրենց գործը։ Մարդիկ կողքից տեսնում են, տենում են ինչա կատարվում, ամեն ինչին հետևում են։ Եթե իրանք արդեն իսկ ոտքերը իրենց գետնից կտրվել է ու իրենց թվում է, որ իրենց կողքը հավաքված նազիր վեզիրները ասում են ինչ անում եք, ճիշտ եք անում, շեֆ ջան, ապրես, այդպես չի։ Մարդիկ տենում են այս ամեն ինչը, մարդիկ կողքից հետևում են, թե ինչա տեղի ունենում, ում նկատմամբ ինչ գործ է հարուցվում, ում նկատմամբ գործ չի հարուցվում, այն դեպքում չի կարա արդարադատությունը, իբրև թե արդարադատությունը միակողմանի լինի։ Այն ինչ որ տեղի ունենում, իրաց դեմ է դուրս գալու։ Իրանք միգուցե չեն պատկերացնում կամ առնվազն պատկերացնում են մարդկանց տրամադրվածությունը, ժողովրդի տրամադրվածությունը իրենց նկատմամբ, ու հիմա փորձում են այս ամեն ինչը անել նրա համար, որ ինչ որ մի արդյունք ապահովեն, բայց այդ ընդհակառակ է, հակառակ էֆեկտ է տալու։ Ցանկացած նման քայլ, ցանկացած ձերբակալություն, մասկի շոու, կալանավորում, ինչ որ անիմաստներ իրենց դեմ է դուրս գալու։ Եթե իրանք չեն ուզում խաղաղ հեռանան, դա իրենց խնդիրն է։ Իրանք են իրանց քաղաքական գերեզմանը փորում։ Բարիզմոն իմաստով քաղաքական գերեզմանը իրանք են փորում։ Եթե ուզում են փորեն, խնդիր չկա։ Սրանց զուգահեռ պրոցեսներ են մեկնարկել, նախորդին, այսպես ասած, եղավ հրահանգ, այսօր արդեն ականատես եղանք, որ դիմում մուտք արվեց ուժեղ Հայաստան կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու առնչությամբ։ Ի վերջո, սա փաստացի մոլդովական սցենարի կրկնություն է։ Ինչ եք սպասում։ Ես մի անգամ այդ արձանագրում արել եմ, հիմա էլ կանեմ։ Ես շատ ցավում եմ, որ 20-րդ դարը իր հետ տարավ Վազգեն Սարգսյանից, 21-րդ դարում թողեց Արամ Սարգսյանին։ Խոսքը բնավ իր կյանքի մասին չի, խոսքը բարոյական արժեքների մասին է, որ մարդ ցանկացած մարդ անկախ նրանից ինքը ինչ հետաքրություն կյանքում ունենա, պետք է այդ բարոյական արժեքները կրի իր մեջ, որտեղ ընտրությունները անցողիկ են։ Այդ մարդիկ քաղաքում են ապրում, շփվում են, իրենց մասին կարծիքա ձևավորվելու, ցանկացած մարդու համար պետք է կարևոր լինի նաև այն, թե այդ մարդու կյանքից ինչ որ փուլում հեռանալուց հետո իր մասին ինչ կարծիք է մնում։ Եթե իրենք թքած ունեն,
իրանց գործն է։ Ինչ վերաբերում է այս process-ին, սա հստակ ֆարս է։ Երեք Նիկոլը պաս տվեց Արամ Սարգսյանին, ուղղակի պաս տվեց, ասես դե գիտես ինչ, վաղը պետքա դիմես։ Այսօր իրանք գնացել են դիմելու, եթե իրանք նման կերպ մտածում են արդյոք կրանցեն, ընդհակառակը, եթե հանգարց ԿՀ-ն որոշում կայացրեց, որ ընտրությունը ինչ պետք է թույլատրել այս կամ այն ուժին, դա հակառակ էֆեկտն է տալու։ Իրանք չեն գիտակցում դա կամ գիտակցում են հատուկ են անում, որ որոշակի գործընթացների դիմեն մտածելով, որ դրսից իրենց աջակիցները դրա վրա աչք են փակելու։ Որտեվ այն ինչ որ տեղի է ունենում, հակը սահմանադրական է։ Եթե գնայինք օրենքով, շատ վաղուց պետք է կասեցված լիներ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի ընդհանրապես ընտրություններին մասնակցելը։ Այն լեքսիկոնը, որ իրանք կիրառում են, այն տարբեր տեսանյութերը, որ հրապարակվում է, որ իրանք մարդ են հավաքում այս կամ այն հավաքի համար, այդ ձայնագրություն տեսագրությունները։ Իսկ ինչ են անում ստեղ որոշակի գրանտային ֆինանսներով սնվողները, աչք են փակում դրա վրա։ Այդպես ժողովրդավարություն չի կառուցվում։ Ես պատիվ ունեցել Եվրոպայում մի քանի անգամ վերապատրաստում անցնելու իրական ժողովրդական, իրական արժեքները, որոնք որ պետք է կրեն, սրանք լրիվ հակառակն են անում։ Խոսում են մի բանից, անում են մեկ այլ բան։ Դրա համար ես ամենասկզբից դա որակեցի որպես լիբերալ ֆաշիզմ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։